հիմնական պատճառը ռազմական գործողությունների մեկը չի, մի քանիսն են։ Ինչ էր պետք 44 օրյա պատերազմը կանխելու համար։ Դրա համար հարկավոր էր մի բան։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի 7 ժամանոց գիշերային հարցազրույցին վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց վաղորդյան 10 ստատուսով։ Իմնեմնիմի փոդքասթը սկսվել էր գիշերը ժամը 10-ին եւ ավարտվել վաղ առավոտյան ժամը 5-ին։ Փաշինյանի առաջին ստատուսը հարցազրույցի ավարտից 1 ժամ անց էր, առավոտյան 6:21-ին։ Հաշվի առնելով այս արագ արձագանքը, կարելի է եզրակացնել, որ վարչապետը գիշերը հետևել էր երրորդ նախագահի հարցազրույցին։ Ու թեև Սերժ Սարգսյանը անդրադարձել էր ամենատարբեր հարցերի, նոր մանրամասներ ներկայացնելով նաև 2018-ի հեղափոխության եւ իր հրաժարականի մասին, սակայն դատելով սուր արձագանքներից Փաշինյանին առավելապես զայրացրել էին Սերժ Սարգսյանի պնդումներն ու դիտարկումները 44-օրյա պատերազմի պարտության եւ 2019-ի բանակցային գործընթացի վերաբերյալ։ Եվ այսպես, ինչու եղավ 44-օրյա պատերազմը եւ արդյոք հնարավոր էր խուսափել դրանից։ Առաջին իհարկե բանակցային գործընթացից խուսափելն էր եւ ընդհանրապես հրաժարվելը։ Երրորդ նախագահի համոզմամբ բանակցություններից հրաժարվելուց բացի Փաշինյանը նաև արեց այնպիսի գործողություններ, որոնք Ադրբեջանին հնարավորություն տվեցին արդարացնելու պատերազմ սկսելու իր նախաձեռնությունը։ Սարգսյանը նկատի ուներ 2020-ի Տավուշի մարտերը։ Հուլիսին ադրբեջանական կողմի հարձակումը ետ մղելուց հետո Փաշինյանը Սարդարապատում տասնյակ զինծառայողների պարգևատրեց, հայտարարելով, թե իջիկ դարձրեցին Բաքվի այն պնդումները, թե Ադրբեջանի բանակը 24 ժամում կարող է լուծել Ղարաբաղի հարցը։ Հուլիսյան հաղթական մարտերը ջախջախեցին արդեն շուրջ 10 տարի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կառուցված խոսույթը, ապացուցելով, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում եւ Ադրբեջանը պիտի անխուսափելիորեն որդեգրի կառուցողական մոտեցումներ։ Մենք տեսանք Տավուշում իրադարձությունները ինչի բերեցին եւ պատճառներից մեկն էլ դա էր, արդարացիչ պատճառներից մեկը դա էր, Ադրբեջանի համար նկատի ունեմ։ Բանակցություններից հրաժարվելով եւ Ադրբեջանին իր քայլերով գրգռելուց բացի Սերժ Սարգսյանի համոզմամբ Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու երրորդ հանգամանքն էլ կար՝ հայկական բանակի թուլացումը։ 2018-ի կեսերից սկսած նաեւ 2019-ին Սարգսյանի խոսքով զինված ուժերում արդեն իսկ նկատելի էին խնդիրներ։ Ադրբեջանական եւ թուրքական հետախուզությունները շատ լավ տիրապետում էին մեր բանակում տիրող իրավիճակին եւ տեսնում էին, որ մեր բանակի մարտունակությունը բավականին ընկել էր։ Այս երեք պատճառներով որ սկսվեցին ռազմական գործողությունները, որ սկսվեց պատերազմը։ Ըստ էության, չընդունելով 44-օրյա պատերազմի պատճառների շուրջ Սերժ Սարգսյանի մատնանշած 3 հիմնական հանգամանքները եւ ռազմական գործողություններից խուսափելու հնարավորությունը, վարչապետ Փաշինյանը Facebook-յան իր էջում հակադարձել է երրորդ նախագահին, նշելով, որ 44-օրյա պատերազմը կանխելու համար պետք էր մեկ բան՝ ընդունել, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում, քանի որ ինչպես վարչապետն է ձևակերպել, Ղարաբաղի հարցի կարգավորման Հայաստանի պատկերացրած լեգիտիմությունը պետք էր համապատասխանեցնել խնդրի կարգավորման միջազգային լեգիտիմությանը, իսկ դա գործնականում անելը անհնար էր, քանի որ 90-ականների սկզբից այդ պատկերացումները իրարից հեռացել էին։ Եվ այդ պատկերացումները համապատասխանեցնելը, եթե տեսականորեն հնարավոր էր, գործնականում անհնար էր, որովհետև մենք առաջին քայլով պետք է ընդունեինք, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում պետք է լինի։ Ուրիշ որևէ տարբերակ չկար, պարզապես չկար։ Եթե մենք կարծում ենք, որ մենք դա կարող էինք անել 18-19 թվականներին, ուրեմն այո, դա իմ սխալն է, որ ես դա չեմ արել։
Սերժ Սարգսյանը մինչդեռ կարծում է, որ Փաշինյանը նախ չի տիրապետել բանակցային գործընթացին, քանի որ միայն փաստաթղթեր ընթերցելով դժվար էր համոզվել, թե դրանք ուր են տանում կողմերին։ Արդեն ավելի ուշ Սարգսյանը չի բացառում, որ Փաշինյանը 2018-ի աշնանը Դուշանբեում Ալիևի հետ ինչ-որ պայմանավորվածությունների արդյունքում հրաժարվեց Ղարաբաղյան խնդրի կարգավորման 3 կարևորագույն սկզբունքներից՝ տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման եւ ուժի չկիրառման եւ ուժի սպառնալիքի բացառման մասին։ Առաջ եկավ այսպես կոչված արդարության սկզբունքը։ Ինձ թույլ եմ տվել ասել, որ Ղարաբաղի հարցի ցանկացած կարգավորում պետք է լինի ընդունելի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար եւ այո, պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի ժողովրդի համար։ Ինձ համար դա շատ մեծ, այսպես ազդակ էր, սիգնալ էր, որ վտանգը մոտենում է։ Շատ պարզ պատճառով, որտեղ այն սկզբունքները որ կային, միջազգայինորեն ճանաչված սկզբունքներ էին։ Իսկ արդարության սկզբունքը շատ հարաբերական հասկացողություն է։ Մեզ համար դա կարող էր արդար լինել, մյուս կողմի համար անարդար եւ հակառակը։ Այսինքն այդտեղ վիճելու այնքան տեղ կա եւ կարծում եմ դա արվել է Ադրբեջանի խնդրանքով, Ադրբեջանի պահանջով, որովհետև նախկինում միշտ այդպիսի փորձեր եղել են։ Բայց այստեղ երևի ինչ որ առևտուր էր կայացել, այո, մենք այդ սրան կհամաձայնենք, դու էլ մի կրակի սահմանի վրա։ Սերժ Սարգսյանն իր ծավալուն հարցազրույցում նաև առանձին անդրադարձ կատարեց 2019-ի Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացին, մասնարապես, որ այդ ժամանակ բանակցային սեղանին փաստաթուղթ կար, բայց Փաշինյանը տևական ժամանակ դա թաքցնում էր, ըստ Սարգսյանի գաղտնի պահելով նաև Ղարաբաղի իշխանություններից։ Որ Հայաստանի կառավարիչներին համանախագահները նոր առաջարկ են տվել, նոր փաստաթուղթ են տվել, հանրությունից թաքցվում էր։ Մենք տեղեկություններ էինք ստանում, որ կա այդպիսի փաստաթուղթ։ Ես օրինակ Արցախի հանրապետության ղեկավարությանը ասել եմ, որ կա այդպիսի փաստաթուղթ եւ խնդրում եմ գնացեք այդ կառավարիչի մոտ եւ ասեք թող ձեզ ցույց տան այդ փաստաթուղթը։ Իրանք էլ տեղեկություն այդ պայծրությամբ ոչ, բացարձակապես ոչ, եւ իրանք զարմացան, ասեցին, ոնց կարող է փաստաթուղթ լինել ու մենք չեղյակ չլինենք։ մեր մասին ու առանց մեզ փաստացի։ Այո։ Այն, որ 2019-ին համանախագահները կարգավորման առաջարկ են ներկայացրել Հայաստանի վարչապետին, Նիկոլ Փաշինյանը խոստովանեց այս տարվա փետրվարին խորհրդարանում, թեև 2019-ի դեկտեմբերին հակառակն էր պնդում։ Նախ ասեմ, որ քննարկվող փաստաթուղթ սեղանի վրա չկա։ Բանակցությունների սեղանին միշտ թուղթ ա եղել, տենց բան չի եղել, տենց մի օր չի եղել, որ բանակցությունների սեղանը առանց թղթի լինի։ Միշտ ինչ որ թուղթ դրած ա եղել։ Չնայած ընդդիմության պարբերական կոչերին հրապարակել 2019 թվականի հունիսին բանակցային սեղանին դրված, ինչպես նաև հակամարտության կարգավորմանը վերաբերող մյուս բոլոր պաշտոնական առաջարկները, Փաշինյանը շարունակ պնդում էր, թե դրանք ցաքուցրիվ են եւ դեռ պետք է իմի բերվեն։ Մի հատը Սառնարանի ոտի տակից ենք հանում, մի հատը կանդիցիոների միջից ենք հանում, մի մասը ընդհանրապես մասնավոր մարդ գալիս է, մեզ տալիս է։ Այսօր արդեն Նիկոլ Փաշինյանի ստատուսից պարզ դարձավ, որ փաստաթղթերը գրեթե պատրաստ են, սկանավորման փուլում են։ Հեչ չնեղվես, բանակցային պատմության առանցքային թղթերը ներառյալ 2019 թվականի դասավորել եմ, հիմա սկան ենք անում ու մինչև տարվա վերջ հրապարակելու եմ, արանքներում դնելով նաև մի քանի հրապարակային թղթեր, նաև քո գրած մի նամակ եմ մեջը դնելու, որ չմտածես առ եմ համարում, որ զարթնես Տեր-Պետրոսյան Լևոնին ու Քոչարյան Ռոբերտին էլ խաբար արա։ Մինչ Փաշինյանը կսկանավորի 2019-ի բանակցային փաստաթղթերը եւ կուղարկի, Սերժ Սարգսյանը հարցազրույցում հայտարարեց մոտ 8 ամիս առաջ տեսել է դրանք եւ համանախագահների առաջարկները լիովին քննարկելի էին հայկական կողմի համար։ Այդ փաստաթուղթը որպես բանակցությունների հիմք հանգիստ կարելի էր օգտագործել, որովհետեւ այնտեղ պահպանված էին խնդրի կարգավորման 3 հայտնի սկզբունքները, ներառյալ ինքնորոշման իրավունքի մասին, մի տարբերությամբ, որ Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության մասին դրույթը հիշատակվում էր ոչ թե որպես առանձին կետ, այլ փաստաթղթի նախաբանում։ Թե ինչու ինքը իրան գժի տեղ դրեց, այդ իր խոսքերն է, իմ խոսքերը չեն, կարծում եմ, որ ինքը պատրաստ չէր
փոխզիջումների միջոցով գնալ խնդրի լուծմանը։ Իսկ առանց փոխզիջումների անհնար էր այդ խնդիրը լուծել։ Եթե մի քիչ ժողովրդական լեզվով ասեմ, ինքը իրեն բերել էր ոչ մի թիզականի տեղ էլի։ Իսկ ոչ մի թիզականությունը կորցարար